Սիրելի հեռուստադիտողներ, եթերը կարծես ավելի ազգային մոտիվներ է ստանում, որովհետև բանաստեղծուհուն ճանապարհեցինք, Տերյան մշակութային կենտրոնը շատ հետաքրքիր պատմեց, թե ընդհանրապես ինչի մասին են այս նախշերը եւ հայկական տարազը ինչ պատմություն ունի եւ մենք անընդմեջ անդրադառնում ենք անցյալի ապագան խորագրով շատ հետաքրքիր թեմային Լիլիթ Մելիքյանի շնորհիվ եւ այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդիսատեսինք ներկայացնի կինո երաժշտություն ազգային հնչյուններով համերգային ծրագիրը, որտեղ միահյուսվում են կինոյի հայտնի մեղեդիներն ու հայկական երաժշտական ավանդույթները։ Սպասված համերգային երեկոյի մասին զրույց կունենանք հենց հիմա։ Այո, տաղավարում է ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանը, բարի առավոտ Սամսոն, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Նախ կխնդրենք ասել, թե ինչպես ծնվեց կինո երաժշտություն ազգային հնչյուններով նախագծի գաղափարը։ Շնորհակալություն հայտնել Արմենիա հեռուստաընկերությանը, որովհետեւ մեր համերգների հետ կապված այս եթերային գովազդները միշտ փորձել ենք համագործակցել եւ եղել է եւ Արմենիա TV-ն էլ ապահովել է այս ծրագրի միջոցով մեր համերգների տեսանելիության բարձրացումը։ Այս ծրագիրը 2022 թվականին է գաղափարը ծնվել, երբ որ ուզում էինք հասկանալ, թե ինչ կարող է լինել, որը ավելի շատ կարող է բարձրացնել տվյալ նվագախմբի եւ ընդհանրապես ժողովրդական գործիքային արվեստի կատարողական ոճը, հասկացանք, որ կարելի է մի այսպիսի էքսպերիմենտ անել, մինչև այս չէր եղել այդպիսի բաներ, կարող է ինչ-որ հայկական կինոերաժշտություններ հնչել են ժողովրդիկներով, բայց մենք փորձեցինք զուլել հայկականն ու արտասահմանյանը եւ ստացվեց սկզբից ստեղծումից մինչև հիմա տվյալ անսամբլի ամենապահանջված նախագիծն է հանդիսատեսի կողմից։ Սամսոն, ինչ առանձնահատկություն է ստանում կինո երաժշտությունը, երբ կատարվում է ազգային նվագարանների կատարմամբ։ Բազում անգամներ երևի բոլորս էլ տեսել ենք, որ բացի Հայաստանից նաև դրսում էլ սիմֆոնիկ նվագախմբերով շատ են կատարվում կինո երաժշտությունները, սիմֆոնիկ էլ հենց գրվում է կինոյի համար։ Բայց ժողովրդիկներով փորձեցինք անել ու ինքը հնչողությամբ էլ է տարբերվում եւ ընդհանուր առանձնահատուկ է, որովհետեւ ժողովրդիկների կատարողականության այդ տարբեր շերտերն համել է ծրագրի միջոցով ցուցադրվում, որովհետեւ բոլորի մոտ որ նստած է, որ պետքա ժողովրդիկներով քամանչայով կամ թառով կամ կանոնով միշտ ինչ-որ աշխուղական, ժողովրդական, ուզումդարանվագեն եւ վերջ, բայց այնպիսի հիմք կա ժողովրդիկների տեխնիկական բնույթի մեջ, որ այդ գործիքները թույլ են տալիս, որ նաեւ շեղվենք այդ արվեստից, ավանդական արվեստից, այո, եւ մի քիչ փոխվենք դեպի կոմպոզիտորական, դեպի թեկուզ համաշխարհային ինչ-որ երաժշտություններն են։ Եվ դա իսկապես շատ հետաքրքիր է հնչում։ Ես նաև, եթե չեմ սխալվում, սա ձեր առաջին ֆորմատը չէ, որպես այդպես, թե առաջինն է։ Եղել է։ Եվ ես ուրեմն չեմ սխալվում, հանդիպել եմ եւ շատ հետաքրքիր է հնչում, իսկապես ժողովրդիկներով տարբեր կինո երաժշտություններ, անպայման պետք է ներկա գտնվել, ես վստահ եմ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր երաժշտասեր այս դեպքում հատկապես կինոմանները կգնահատեն բնականաբար։ Մոտեցումը։ Ինչպես եք ընտրել երգացանկը, ինչ սկզբունքներով։ Նայեք, նախ մենք մեզ ենք առաջինը հարցը տալիս, թե որ կինոֆիլմերը կուզենայինք հնչեին ժողովրդիկներով, ու դրա հետ մեկտեղում ենք նաև էկրանը, որի միջոցով կինոներից հատվածներ են ցուցադրվում, եւ ընդհանուր դաշտն ենք ուսումնասիրել, այսինքն կատարողական արվեստում թե որ կինոներն են ավելի շատ կատարվել կամ որի պահանջարկն է ավելի մոտ ու բացի այդ միջազգային շուկան ուսումնասիրելուց մենք նաև հայկական շուկան ենք ուսումնասիրում, քանի որ հայկական կինոֆիլմերի երաժշտություններ էլ ներառված են ու համել մի քիչ մեզ որն ավելի մոտ բնույթով մենք դա էլ ենք կախված իրավիճակից, կախված ժամանակահատվածից ներառել ծրագրում եւ այդպես ստացվել է։ Սամսոն, կբացեք մի փոքր փակագծեր, թե որ ֆիլմերի երաժշտությունները կհնչեն։ Իհարկե, կյանք ու կռվից ունենք հատվածներ, ճերմական ուրջներ, կտորմը երկինք, կնքահայրը ֆիլմից ունենք, մի քիչ կարող է ինքը
այդ ռամկաներից դուրս լինի։ Հետաքրքիր է հենց նրանով։ Այո, էքսպերիմենտներն են։ Տիտանիկի հետ մեկտեղ նաև կանոնահարուհիները երգում են, հա, շատ քիչ, ասենք, հա։ Այսինքն լավ է, շատ լավ է։ Իսկ ես պատկերացնում Տիտանիկը երևի թե կնվագվի կանոններով հենց կամ նաև սազերով, չէ՞, եւ կանոններով։ Շատ դե ես սիրում եմ ծուռ բաներ, սա մի փոքր ավելի շատ նաև միգուցե թատրոնի մարդիկ ենք դրանից էլ է գալիս, Շավեզյան բարենացում էր այսպիսի բաները, միշտ ավելի հետաքրքիր է լինում, հիմա սա նաև կոչվում է ավելի շատ համապատասխան է ծուռ բաները, այո, այս դեպքում ավելի լավ է։ Դժվարությունների եք բախվել ընթացքում, որովհետև կարծում եմ, որ դժվարությունները ամեն դեպքում փորձերի ընթացքում։ Մեր միակ դժվարությունն եղել է այն, որ չէր եղել այսպիսի բան ու մի քիչ կարծրացած մթնոլորտ եմ ես նկատել միշտ, ինչ որ բաների դոգմաներ եմ, հա, նկատել ու այդ դոգմաներից դուրս գալը մի քիչ դժվար է եղել։ Սկզբում որ արեցինք, մինչև անելը մտածում եմ, որ չի կարող sense բան լինի, ժող գործիքներով եւ այլն, տարբեր տարակարծիք ինչ որ բաներ էի լսում, այդ է եղել դժվարությունը, դրանից հետո երբ որ արդեն առաջի համերգն եղավ ու համեմատականի կարգով դրվեց, թե հանդիսատեսի պահանջարկը դեպի ինչին է հիմա գնում, ճիշտ է, պահանջարկի հետ հանդիսատեսը կարա շատ բան պահանջի, օրինակ, ինչ-որ ոչ որակով երաժշտություն, մենք հաստատ այդ ոչ որակյալ երաժշտությունը ցույց չենք տալու ներկայացնելու գործիքներով, այո։ Բայց քանի որ մենք Բայց հետաքրքիր կլիներ օրինակ վատ երաժշտությունը ժող գործիքների միջոցով ավելի ծաղկացնել, սիրունացնել։ Վատ երաժշտությունը երբևէ հետաքրքիր չէ, ավելի չակերտների մեջ։ էքսպերիմենտներ եղել են մշակումների, բայց ոչ ժող գործիքներով։ Հա։ Դրանք բազմաթիվ են ծավալում եւ վստահ եմ որ նորություն չի յուրաքանչյուր ոչ մեկից համար նորություն չի, այնպես որ եկեք մոռանանք վատ երաժշտությունը ու անգամ չանդրադառնանք դրան։ Այսինքն դա է միակ խնդիրը, հա, բայց մենք արեցինք այդ նախագիծը, նաև սրանով մենք կարողանում ենք համել ավելի երիտասարդ սերնդին, բերել, հա, ժողովրդիկներ լսելու, որովհետև շատ քիչ երեխաներ կամ, չգիտեմ, դեռահասեր շատ քիչ են ծանոթ ժողովրդիկների հետ ու մեծամասամբ մի քիչ կարելի ասել ծանր ծրագիրը իրենց հետաքրքիր չի ու այս ոնց որ երկու բլոկով աշխատում, համ ֆիլմն են նայում, համ էլ լսում են, համ էլ գործիքների հետ են ծանոթանում, դա մեզ համար մեծ այսինքն ճիշտ ասեք, հասկացանք, որ ընթացքում նաև կինոդիտում է լինել։ Ահա, կադրեր։ ֆիլմերի։ Այո, սա ավելի հետաքրքիր է, երբ դիտում ես օրինակ հատվածը, օրինակ Godfather-ի եւ հնչում է ներքո, այո, ժողովրդիկներ։ Սամսոն, հետաքրքիր է, ինչքանով է բարդ այս աշխատանքը, ինչպեսի մարտահրավեր է ժողովրդական գործիքների այս նվագախմբի համար, ինչ աշխատանքներ է կատարվել, որ սահմաններն է քաղաքահարել, որպեսզի ստանաք ամեն դեպքում երաժշտություն։ Լավ հարց տվեցիք։ Ճիշտն ասած ժողովրդիկների հետ կապված խնդիրները շատ խորքային են։ Ես միշտ ասում եմ, երբ որ ուզում են սովորացնեն, որ ժողովուրդը կամ ազգը լսի ժողովրդական արվեստ կամ ինչ որ յուրաքանչյուր բան սիրի, պետքա շատ փոքր տարիքից հա ձևավորվի այդ սերը դեպի այդ արվեստը մանկապարտեզներից սկսած առումով։ Հա, որովհետև ոչ բոլոր ընտանիքներում հա կա ներդրված սերը կամ հարգանքը դեպի մենք օրինակ նախորդ տարի մարզերում համերգների էինք ժողովրդիկներով մի երաժշտական դպրոց մեծամորի երաժշտական դպրոցից ասացին որ ձեզանից հետո մի քանի երեխա ուզել են ընդունվեն ժողովրդիկների բաժին, բայց համ էլ դրա հակադրիչն ա եղել, որ համադասարանցին ասել է ծաղրել է, հա։ Այսինքն մի քիչ դիսոնանսներ կան, որոնք որ պետքա լուծվեն այդ մանկահասակ տարիքից, այսինքն մենք պետքա սովորացնենք ու կրթենք այնպիսի հասարակություն, որ այդ հասարակությունը հասկանա, որ սա մեր ազգային արժեքն է ու մշակույթը մեր ազգի դիմագիծն է, առանց որի մենք Դե այո, այս է քարտը, որի շնորհիվ բնականաբար նաև ճանաչում են մեզ եւ պատմությունը։ Դուք ասացիք, որ երիտասարդների շրջանում փոփոխություններ եք նկատում, սեր եք նկատում դեպի ժողովրդական գործիքներ։ Համերգների ընթացքում ինչպիսի շարժ եք նկատում հենց երիտասարդների եւ պատանիների այցելությունների։ Նայեք, այս ծրագիրը հենց դրա համար արվեց, որովհետեւ չգիտեմ խի, մի քիչ ավելի բարձր տարիքի մարդիկ էին, ես մոնիթորինգ էի արել մեծամասամբ, որոնք որ մասնակցում էին ժողովրդիկների հետ կապված համերգների ու մեզ պետք էր
որ երիտասարդները գան ու ճանաչեն այդ ժողովրդիկները, դրա համար այս տիպի համերգները, միջոցառումները խթան են հանդիսանում, որ երիտասարդները ներգրավված լինեն, հա, ու ճանաչեն, բայց սրա հետ մեկտեղ մենք մեր ազգային ինքնությունն ու արժեքները պահում ենք, այսինքն մեր աշուղների, մեր գուսանների, մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները միշտ ներկայացնում ենք, զուտ սա մեզ համար խթան է եւ սրա նման ծրագրերը, որոնք որ կլինեն, որ ավելի երիտասարդների ներգրավվածություն ունենան։ Սամսոն, ինչ սպասելիքներ ունեք համերգից, առաջիկայում ինչ ծրագրեր կան, դուք որպես այս դեպքում նաև ղեկավար անձ։ Մենք ժողովրդական երաժշտության եւ պարիազգային կենտրոնն ենք ներկայացնում, որտեղ ներառված են 5 պետական անսամբլներ, Հայաստանի Պարի պետական անսամբլը, ազգային նվագարանների պետական նվագախումբը, ակունք անսամբլը, ազգագրական, երգի պարի անսամբլը եւ բարեկամություն անսամբլը պարարվեստի։ Տարվա մեջ մենք շատ տարբեր տարատեսակ ծրագրեր ենք ունենում, հա, արդեն տարին կիսել ենք կարելի ասել համերգների հետ կապված ու բավականաչափ իրականացրել ենք։ Հիմա առջևում ունենք էլի նոր ծրագրեր, հա, պարային խմբերով, ազգային նվագարանների պետական նվագախմբով երևի կտոնենք անկախության հրամյակը, հա, սեպտեմբեր ամսին, այսինքն տարատեսակ են ծրագրերը եւ մենք փորձում ենք անպայման ու փորձում ենք ամեն համերգին ինչ որ իմաստային ուղի դնենք, որովհետեւ այդպես ավելի հետաքրքիր է, փորձում ենք կպնենք, հա, ամեն անգամ ինչ որ միտեղ դրսում էլ ունենք շատ համերգներ, այս տարի եղել ենք Դուշանբեում, Թբիլիսիում, հիմա ամսի 20-ին, հունիսի 20-ին պետք է մեկնենք ակունք ազգագրական համույթով Հունաստան, ազգային մշակույթը ցույց տալու, ունենք Լատվիա այս տարի պարային անսամբլներից մեկով, ունենք Բուլղարիա պարի պետական անսամբլով, բուրըն տարի է։ Շատ լավ է եւ թող իսկապես աշխարհագրությունը ավելի մեծանա, մեզ համար էլ դա շատ կարեւոր է, ողջևորիչ, մենք էլ ձեր կողքին ենք, որ ավելի պատմենք եւ բնականաբար տեղյակ պահենք հեռուստադիտողին, թե ինչ է կատարվում ընդհանրապես մեր ազգային նվագարաններում, պարի տեսքով եւ ընդհանրապես երաժշտական այս դեպքում։ Սամսոն, հետաքրքիր է, երբ վերադառնանք մեր թեմային, որտեղ որ գլխավոր դերերում ժողովրդիկներն են այս պահին, սա միանշանակ կամուրջ է միջազգային եւ ընդհանրապես երիտասարդ դասարանի հետ, նաեւ այո, ծանոթացնելը ժողովրդիկներին եւ սերը ավելի մեծացնելու հետաքրքրությունը սրա նկատմամբ։ Բայց հետաքրքիր է, արդյոք նախատեսում եք նաև նմանատիպ ֆորմատով, որտեղ օրինակ հայտնի կինոներ են, որը աշխարհը գիտի, բայց ներկայացնել է այսպիսի ազգային նվագարաններով, օրինակ դրսում, որպեսզի օրինակ չգիտեմ, ֆրանսիացին ճանաչի մեր ժողովրդական գործիքները կամ այլ ազգ, ամեն դեպքում հյուրախաղեր նախատեսվում են այս ամենը։ Մենք փորձում ենք աշխատել ժողովրդների հետ կապված հյուրախաղերի վրա։ Ինչը վերաբերում է դրսում ներկայացնելը, ես կարծում եմ, որ հա իմ տեսակետն է, որ դրսում մենք մաքսիմալ կինոֆիլմերից կարող ենք ներկայացնել հայկական կինոֆիլմերը, որովհետև մենք դրսի հանդիսատեսին, հա օտարազգի հանդիսատեսին ավելի շատ պետք է զարմացնենք նրանով ինչը որ մենք ունենք, այսինքն դրսի հանդիսատեսը դրսում սիմֆոնիկ կատարմամբ լսել է օրինակ Godfather-ը կամ Titanic-ը, հա, ու չկրկնվելու համար մենք կարող ենք դրսում նմանատիպ վիճակ միևնույն է եղել է նրանց ժողովրդական գործիքներով։ Եղել է, ժողովրդիկներով չի եղել, հա, մենակ այս կարա ֆիշկան հանդիսանա այս ծրագրի։ Այո, ես դա եմ դա եղել է Հայաստանում նաև, մենք Արենա հոլում նախորդ տարի մոտավոր երևի 200-300 հանդիսատեսի մոտ, որոնք որ օտարազգի էին բոլորը ներկայացրել ենք ու բոլորը նկարում էին, երևի զարմանք ապրեցին, բայց մենք աշխատում ենք դրսում ավելի շատ ներկայացնել մեր ազգային մշակույթը ու ազգի տիպիկ, հա, դեմքը։ Մենք ձեզ իհարկե հաջողություն ենք մաղթում այդ գործում եւ իրոք ուզում ենք, որ Հայաստանի սահմաններից դուրս գա, թեպետ միայն թեկուզ ծանոթացնելու մեր ժողովրդիկներին, դա էլ է շատ մեծ առավելություն եւ հաղթանակ կլինի։ Պիտի խնդրենք եւս մեկ անգամ հիշեցնեք համերգի վայրը, ժամը, օրը։ Այսօր ժամը 19:00 Առնո Բաբաջանյան համերգասրահ։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր երեկոյան 7-ին, 19:00 ասացիք, երեկոյան 7-ին
Գնացեք եւ մասը եղեք շատ հետաքրքիր իրադարձության տեսքով ժողովրդական գործիքների եւ կլսեք նաեւ ձեր սիրելի ֆիլմերը հենց այս գեղեցիկ գործիքների հնչյունավորմամբ եւ կատարմամբ։ Շնորհակալություն Սամսոն։ Մոտեցմամբ շնորհակալություն։ Այո, շնորհակալություն, հաջողություններ ենք մաղթում, եկեք մեր տաղավար եւ պատմեք ապագա պլանների մասին, որը բնականաբար շատ ազգային է, իսկ մենք դրա կողքին ենք եւ ջատագովներից ինչու ոչ։ Շնորհակալ եմ ես։ Իսկ